Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Մեր երկրի վիճակը ինչպիսի բառերով էլ, որ մենք նկարագրենք, այնուամենայնիվ ստացվելու է մեղմ տարբերակը, քանի որ աղետը այնպիսի խորության է, որ նկարագրել գրեթե հնարավոր չի։ Եվ շատերը պատճառներ են որոնում եւ ոմանք գտնում են, բայց ամենակարևորը այն է, որ մենք անհրաժեշտ մտածումը չենք ունեցել դարերի ընթացքում եւ հնարավորությունը չենք ունեցել եւ անհրաժեշտ համակարգն էլ չենք ստեղծել։ Եվ ահա բարեբախտություն ունենալով պետության, այդ պետությունը կառուցեցինք ինքերդ էլ տեսնում եք ինչպես, որ հիմա հեշտությամբ փլուզում են։ Հիմա ճիշտ պահն է խորհելու, թե ինչ ենք բաց թողել, ինչը մենք չենք արել որպես հասարակություն, որպեսի հետայսու ցկտենք այդ բացը լարացնենք, որպեսի անընդհատ մենք այս դեգերումների մեջ չլինենք։ Այս հարցում օգնում է այլ ժողովուրդների փորձը ուսումնասիրելը, որոնք նույնպես համանման անցյալ են ունեցել, բայց կարողացել են համակարգ կառուցել, երբ որ բարեբախտություն են ունեցել պետություն ունենալու, կառուցել է ծաղկող ու հզոր կառույց։ Ես այսօր հրավիրում եմ ձեզ, որ միասին խորհենք հրեական փորձի վրա, եւ այսօր իմ թողարկումն էլ կոչվում է այսպես. ինչ սովորել հրեաներից։ Հարց կառաջանա, ինչ իմաստ ունի քննել, թե հրեաները ինչպես գոյատևեցին առանց պետության, ինկվիզիցիայի պայմաններում, որ կարողացան իրենց ինքնությունը պահել, չէ որ մենք ունենք պետություն։ Ինչու ենք մենք քննում իրենց անցյալը, ինչ պիտի լինի սովորելու այնտեղ։ Ողջ հարցը այն է, որ մենք այսօր պետություն չունենք։ Մեր պետությունը խախուտ պետություն էր եւ այն վերցրել են։ Հիմա այն մերը չի։ Ով որ գտնում է, որ ունենք եւ չի ընդունում, որ մերը չի, կարող է հաղորդումը չնայել եւ այլ լավատեսական հաղորդումներ նայել։ Մենք հիմա, եթե մենք ուզում ենք դրջանալ, իսկ պարտավորենք անկեղծանալ, մենք հիմա մոտավորապես նույն վիճակում ենք, ինչ հրեաները մի քանի 100 տարի առաջ։ Մենք ժողովուրդ ենք, որ ապրում ենք մի տարածքում, այն տարբերությամբ, որ մենք ապրում ենք մեր պատմական հայրենիքում, բայց զրկվել ենք պետությունից, պետականությունից եւ անգամ մեր գոյությունն է հետագա վտանգված, ովքեր աչքեր ունեն, տեսնում են։ Այնպես որ մենք համանման իրավիճակում ենք, այսօրվա մեր վիճակը եւ հրեաների անցյալը, որը ես ձեզ առաջարկում եմ, որ միասին տոնտեղենք։ Ինչպես պահպանենք մեր ինքնությունը այսօր, երբ կա գժող այդ ինքնության դեմ եւ ցանկանում են մեզ կտրել մեզ արմատներից, ցանկանում են խեղել։ Ու սա սոսկիմ կարծիք չէ։ Հիմա եկեք քննենք իրենց փորձը եւ հետևություններ անենք, թե իրենք այդ ինչ արեցին, որ տարբերվեց նրանց պետության ճակատագիրը մեր պետության ճակատագրից։ Ընդհանուր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրենք կարողացան մշակել այդ դժվարին դարերում գոյատևման ռազմավարություն, որի շնորհիվ մենք իրենք կարողացան եւ իրենց բայց ու նաեւ իրենց ինքնությունը պահել եւ ունենալով պետության հնարավորություն զարգացնել։ Եվ իրենք ոչ թե կորան, ասենք, երբ որ ծրվում էին աշխարհով մեկ, այլ զարգացան այն երկրներում, որտեղ որ իրենց շատ դեպքերում հարկադրում էին գնալ սպառնալիքի, մահվան սպառնալիքի տակ անգամ։ Արդյոք դա Աստծո բարեհաճություն էր, որ ասենք վերևից նայում էր եւ ասում էր «Բեղքենես մարդիկ, ես ինքս ձեռքով պահեմ», թե ասենք դա մարդկային դիմակայություն էր, որ դժվարին իրավիճակներում կարողացան գտնել հնարը, ինչպես պահպանել իրենց տեսակը, ինչպես դոմինոս քո տեսակին, երբ որ ողջ աշխարհն է քո դեմ։ Սա ունիկալ երևույթ է, պատմական դրվագ։ Ինքներդ էլ գիտեք, որ իրենց հալածում են, թե ինչու են հալածում, լավ գիտեք։ Հիմա քննենք
իրենց այդ կառույցը, որ ասացի ռազմավարություն էին մշակել, այդ ռազմավարությունը ինչ տարրեր ուներ։ Մի քանի տարրեր են առանձնացնում հետազոտողները, առաջին հերական համայնքը, որի միջոցով կարողացան իրենք պահել մշակույթը, կրոնը առանց պետության։ Մենք դեռ կանդրադառնանք, որ համայնքը այս պետության դերն էր։ Իսկապես, եթե պետություն դու չունես, որը ինչպես մենք էլ չունենք, ապա այստեղ մնում են մշակույթը, հավատը եւ ինքնությունը, որոնք դու պետք է փորձես պահես, որպեսզի դու չուծանաս։ Եվ ոչ միայն հնարավորությունները ստեղծես պահելու, այլ նաեւ դա կարողանաս փոխանցել սերնդեսերունդ։ Որտեղ եթե դա դու չես անում, ապա արժանանում ես մեր հայկական սփյուռքների ճակատագրերին, որ ասենք մի քանի 100 տարի առաջ կային մեծ համայնքներ, բայց այս ամենի այս հարցերում թերանալով, ասենք հիմա հետքնել չկան։ Համայնքից բացի այդտեղ առանձնակի դեր ունեցավ կրոնը։ Ես հիմա որ ասում եմ, դուք ինքներդ փորձեք զուգահեռել մեր պատմությունը, ես գուցե թե առաջի հաղորդումներում ես ինքս էլ փորձենք, ասենք, համադրեմ կամ միասին տեսնենք, թե մենք այս համակարգի որ տարերն ենք արել, որ չափով որտեղ ենք թերացել, որպեսզի կարողանանք շտկել։ Ուրեմն երկրորդ գործոնը դա կրոնն էր, կրոնի դերն էր, այսպես կարշում ենք խոսանք այն մասին, թե ինչպես Տորան պահեց ժողովրդին, ուրեմն երբ որ ուսումնասիրում ես, բարձում է, որ ինչքան էլ ծրված էին աշխարհում եք բոլոր իրենց համայնքներում, նրանք նույն աղոթքն էին անում, ամեն օր գործում էին նույն օրենքները, որտեղ էլ որ իրենք գտնվեին, նույնն էին։ Եվ այսպես ասած, այդ ժամանակ, երբ ինտերնետ էլ չկար, գիտակցության սինխրոնիզացիա էր արվում։ Եվ այսպես ամբողջությամբ նույն ընտանիքն են։ Կրոնը փաստորեն այնպիսի մի յուրահատկություն ուներ, որ կարողանում էր տպահել։ Պետություն չկա, փոխարինում են ինչ որ գործոններ։ Հաջորդը դա կրթություն եւ գրագիտությունը, ասպարեզ է, որին իրենք մեծ ուշադրություն էին դարձնում եւ կարևոր դրույթներ կային, անկախ սոցիալական վիճակից ամեն հրեա երեխա պիտի կարողանա կարդալ եւ գրել։ Կբացենք թե ինչու։ Չորրորդը գործոնը դա տնտեսական հարմարվողականությունն էր։ Ինչպիսի ֆորմացիա որ գալիս էր աշխարհին, ինչպիսի աշխարհակարգ տնտեսակարգ էր որ գալիս էր, իրենք կարողանում էին դառնալ հաջողակ եւ շատ դեպքերում անգամ անփոխարինելի իրենց ոլորտներում։ Սա էլ առանձնահատուկ նշանակություն ուներ, թե ինչու, մասին է խոսանք, եւ բարոյական ամրություն գործոնը կար, որը պակաս կարևոր չէր։ Հիմա հերթով բացենք այդ կետերը, որ ասացինք։ Ինչպես էր գործում այս համակարգը, ասենք թե թղթի վրա դուք գրել եք։ Ուրեմն իրենք ունեին ռաբիների խորհուրդ։ Այս ռաբիների խորհուրդը պետություն չկա, փոխարինում էր պարլամենտին։ Ունեին համայնք։ Համայնքը փոխարինում էր պետությանը։ Մարդիկ են որոշակի քանակությամբ, դա իրենց փոքր պետություն էր, միկրոպետություն էր։ Եվ ունեին արդեն իրենց ներքին օրենքները, իրենց համայնքային օրենքները, որոնք փոխարինում էին քաղաքացիական կոդեքսին։ Անկամ մի պետության մեջ լինելով, այդ համայնքը ինքը իր ներքին օրենքներն էր ունենում։ Եվ ստացվում էր, որ հրեաները այդ ժամանակներում, ասենք 200-300 տարի եւ ավելի առաջ, իրենք ազգ էին, բայց առանց տարածքի, ծրված աշխարհով մեկ, նույն կրոնով, նույն դավանանքով, նույն օրենքներով, նույն մտածողությամբ, դա ազգ էր, բայց իրենք սեփական տարածք չունեին, ծրված էին իրենք։ Անկամ ոմանք ասում են, դա իմպերիա էր առանց սահմանների։ Այս իմպերիան, ասացի մի քիչ հիմա ես շեղվեմ, մտաբերեցի, որ մի քննարկման է ես մասնակցում, որտեղ մի թեզ առաջ քաշվեց, դրսի միջազգայնագետ էր ասել, որ ապագա աշխարհում դա 20 տարի առաջ էր, մոտավորապես դա 15։ Ապագա աշխարհում գոյատևելու են այն ազգերը, ժողովուրդները, որոնք 100 միլիոնից ավելի են
բնակչությունը սա մեկ, մյուսները այսպես տարալուծվել են, այդպիսի կանխատեսում կա եւ ասում էր, այսինքն այդ 100 միլիոնանոցները կարող են կայսրություն ստեղծել, այսպես մեծ, ես հիմա որ ասեցի իմպերիա, մեծ իմպերիա ստեղծել, իրանք շատ են, իրանք ինչ-որ մի մեծ կարող ստեղծեն փոքրերին էլ ճնշել կամ նվաճել կամ ազդեցության տակ գցել, դրանք կարող են գոյատևել, ասում էր, եւ էլի փոքր մի քանի ազգեր կարող են էլի գոյատևել եւ թվարկում էր հрьяաներին եւ հայերին, որոնք եւս կարող են կայսրություն ստեղծել, իմպերիա ստեղծել, դեռ փոքրաթիվ։ Եվ ասում էր, այստեղ կարևոր գործոն է, որ նրանք ունեն ցանցային համակարգ։ Իրենք փոքր են, բայց ահացրված են աշխարհով մեկ, եթե անհրաժեշտ ռազմավարությունը մշակեն, ապա այդ դեպքում իրենք կարող են եւս ունենալ իմպերիա եւ իրենց գոյությունը պահպանել։ Հիմա հрьяաները փաստորեն ժամանակներ առաջ իրենք ստեղծել էին այս իմպերիան, որ սահման չկա, իրենք իրենց տարածքը չունեին, պետությունը չունեին, բայց որպես ազգ, որպես համակարգ, անգամ որպես իմպերիա կային եւ չէին մտածում։ Եվ իրենց ներսում անգամ դատական համակարգ իրենք են իրենց դատում։ Այդտեղ ես այլ ուսումնասիրություններ, որ արել եմ ժամանակին, ես հիշում եմ, կար այսպիսի բան, որոշակի հանցանքներ, զանցանքներ կար, որ իրենց համայնքում էին, ասենք ռաբիները եւ այլ չոր համապատասխան խորհուրդները քննում էին։ Չէր կարելի դիմել, ասենք այն պետության իրավական համակարգին, հատկապես հрьяայի դեմ գործով, դու պիտի դիմեիր, ասենք ձեր համայնքին։ Բայց եթե ասենք այնպիսի հարցեր, բարդ, ասենք այլազգիների հետ ինչ որ սպանություն եւ այլը, դա արդեն ինքնաբերաբար գնում էր խնդիրը այդ մեծ պետության իրավական համակարգին էր գնում։ Հարկ էին վճարում իրենք իրենց այդ համայնքին միկրոպետությանը, որը նաեւ բացածիկ նաեւ իմպերիա էր եւ իրենք օգնում էին։ Այդպես համակարգ են մշակել, որ կարողանան այդ դժվար պայմաններում, որում իրենք գտնվում էին, կարողանային գոյատևել։ Իրենք համայնքներ ունենալով այլ երկրներում, այդ համայնքների մեջ իրենք ինքնավար էին։ Իրենց ասած իրենց օրենքներով, բայց այնպես չէ, որ նրանց համակարգը մեկուսացած էր այդ պետությունից, որ ասում են, չէ, մենք դες այդ գործ չունենք, մենք փակ համակարգ ենք։ Կար առնչություններ։ Նրանք ներգրավում էին ոչ թե փակ, այլ ներգրավում են այլ պետությունների այդ որտեղ որ կային, այդ պետությունների մեջ նույնիսկ նպատակային կերպով դառնում էին բանկիրներ, առևտրականներ, գիտնականներ եւ շատ դեպքերում ձգտում էին դառնալ անփոխարինելի։ Էլի կասեմ անփոխարինելի ինչու։ Ստացվում էր այնպես իրենք ապրում էին առանձին իրենց համայնքներով, բայց քանի որ տնտեսության մեջ իրենք առանձնահատուկ դիրքեր էին ջանում գրավել, նրանք տնտեսապես կարևոր էին։ Մշակութապես էլ առանձին էին, բայց տնտեսապես, ասենք, միահուսված այդ մեծ պետությանը, որի մեջ իրենք գտնվում էին։ Հաջորդ գործոնը, որ ասացինք, դա կրոնի դերն էր, Տորայի դերը։ Նկատեցինք, որ նույն տոնն էին նշում, աղոթում եւ Տորան հնգամատյանը հրեական օրենքները եւ ռաբիները այդպես մի շղթա են, որը կարողանում էր կառավարել այդ ամբողջ ծրված զանգված իմպերիան եւ անկախ երկրից երեխաները ստանում էին նույն կրթությունը իրենց հրեական դպրոցներում, նույն ինքնությունը, հնարավորինս չեն տրվում, ասենք այն երկրներում, որը գտնվում են նրանց մշակութային եւ այլ ազդեցություններին։ Նույնիսկ ես հիշում եմ, երբ որ ժամանակներ առաջ էլ ուսումնասիրում էի, անգամ արգելվում էր իրենց այն հին ժամանակ, հիմա չգիտեմ, բայց ասենք մոտ 200 տարի առաջ արգելվում էր անգամ շփվել այլադավանների հետ, գնալ իրենց տուն եւ այլը, որովհետեւ դու այնտեղից կբերեիր ինչ որ այլ մշակույթի տարրեր, այլ մտածողություն, այդ առումով իրենք ասենք փակ էին, որպեսզի կարողանան իրենց ինքնությունը պահեն, որտեղ հարվածի տակ էին։ Եվ ստացվում էր, որ ռաբինները այսօրվա տերմիններով ասած սիստեմային ադմինիստրատորներ էին։ Համակարգը կար, իրենք կառավարում էին, իրենք են որոշում ներկայացնում այդ համայնքի ներս անգամ դատական եւ եթե մի երկրում են այդ երկրի օրենքներ ուներ, իրենք պիտի ինչ որ մի ձև հարմարվեին, ինչ որ չափով եւ ասենք հենց իրենք էին կարգավորում այդ գործերը, թե ասենք ինչպես համայնքը համագործակցի կամ ներգրավի այդ պետության մեջ։ Եվ ստացվում էր այնպես, որ
իրենք փոխում էին լեզուն, կարող են այդ երկրի լեզվով խոսել, անգամ հագուստը, բայց իրենց դավանանք պահում էին տորան եւ իրենց ինքնությունը։ Սրա ազդեցությունը շատ մեծ էր։ Հաջորդը կրթություն եւ գրագիտությունն էր, այս մասին մենք էլի ասացինք, բայց աննկարագրելի չափով կարևորվում էր երեխաներին կրթություն տալը։ Աղքատ ես, հարուստ ես, պարտավոր ես դու հնարավորություն ընձեռնես, որ քո երեխան կրթվի, որովհետև կրթված հրյա երեխաներն էին, որ կարող էին ապահովել տեսակի ու համայնքի գոյատևումը, չեմ ասում զարգացումը, շատ բարդ էր իրենց համար այդ երկրներում։ Ուրեմն միջնադարում, երբ որ Եվրոպաներում համատարած անգրագիտություն էր, այսպես տարաճանած չէին, հրեական երեխաների մոտ 80%-ից ավելի էր կրթվածությունը, հասկանում եք։ Եվ այսպես ասած կրթվելը դա մի սրբություն էր։ Առանց կրթության դու չէիր կարող կարդալ տորը, դու չէիր կարող ներառվել այդ կրորի մեջ եւ չէիր էլ կարող գոյատևել օտարության մեջ։ Եթե դու անգրագետ ես, տնտեսապես չես զարգանա։ Եվ իրենք այսպես են մտածում, եթե դու ֆինանսավորում ես կրթությունը, դու ֆինանսավորում ես քո ապագան, որովհետև այդ երեխաները կրթվելով մտնելու են կյանք, հաջողությունների են հասնելու, պարզ անկիրթը ինչ պիտի անի բանվորությունից բացի։ Տնտեսական ասպարեզներում հաջողություն են ունենալու, ֆինանսական հաջողություններ են լինելու, կուտակում է լինելու, բայց հաջողի համայնք, երեխայի հաջողությունը համայնքի հաջողություն է։ Այս աստիճան իրենց մոտ խնդիրը դրված էր։ Ես որ ասում եմ, համեմատեք ասեք հիմա մեր հետ, անգամ այստեղ երբ որ իբր թե մերն է պետական համակարգը, կրթական, նայեք անգրագիտությունը ինչ աստիճանի է։ Անցած անգամները իմ հյուրը տխուր թվեր ներկայացրեց։ Մյուս գործոնը դա տնտեսական հարմարվողականությունն է։ Իրենք այսպիսի թեզեր ունեն։ Վտանգը միշտ կար։ Դու գիտեք ինչ կրոնական ինչ որ շարժառիթներով եւ որպեսզի իրենք կարողանային գոյատևել, սեփական պետություն էլ չունեն որ պաշտպանեին, իրենք պիտի այսպես գոյատևման հնարը գտնեին։ Ուղեղը պիտի աշխատեր, հասկանում եք։ Ինչ են ասում։ Եթե մենք տնտեսապես կարևոր ենք մի որևէ պետության համար, ապա մեզ չեն սպանի։ Երկար կմտածեն, բայց եթե մեզ վերացնեն ով այս գործերը կանի, սա մեկ։ Երկրորդը մտածում, եթե մենք օգուտ բերենք այն հասարակությանը, մեծ հասարակությանը, որի մեջ մենք ներգրաված ենք, որի մեջ մենք ապրում ենք, ապա մեզ չեն քշի այդտեղից։ Եթե մենք կարողանում ենք դառնալ անփոխարելի տնտեսության մեջ, այսինքն այնպեսի ճյուղեր ենք մենք վերցնում մեր ձեռքը, որ ասենք այդ տվյալ տիտրոսային են ասում, տիտրոսային ժողովուրդը առանց չի կարողանա, այդ դեպքում ասում են մենք կգոյատևենք։ Այս երեք թեզերը դրել են իրենց առջև եւ ցկտում էին իրականացնել։ Իսկ անգարագետ վիճակով դու սա չես անի, դրա համար գնում էին, ասենք կրթությունը համարում էին առաջնահերթ։ Այդ միջոցով կարող էին պահել իրենց տեսակը։ Ուրեմն միջնադարում 10-րդ դար, երբ որ որոշակի ինչ-որ տնտեսության զարգացման պահանջներ կար, գումար էր անհրաժեշտ, որ ասենք մարդիկ ինչ-որ այսօրվա տերմիններով ասած բիզնես անեն, բայց քրիստոնեական կրոնը արգելում էր մարդկանց տոկոսով փող տալ։ Իսկ տոկոսով փող չեն տալի, իսկ դու էլ ասեն գործարար ես, ուզում ես ինչ-որ ֆերմատ մեծացնես եւ այլ, փող չկա։ Տնտեսությունը կարիք ունի փողերի, եթե անգամ ինչ-որ մարդիկ փող ունեն, բարձանվեր չէին տա, ռիսկի գործեր տոկոսով էլ չէր կարելի։ Իսկ հрьяաներ արդեն հասցրել էին բանկիրներ դառնալ, ֆինանսներ ունեին ազատ եւ օգտվելով առիթից սկսեցին ֆինանսավորել թագավորներին, մեծահարուստներին եւ դառնում էին անփոխարինելի եւ ասենք թագավորները եթե անգամ իրենց ինչ որ գալիս ասում էին խորհրդականները եւ այլը որ զգուշացեք հрьяաներից այս իրե տեսեք ուրիշ երկրներում հալածում են մենք էլ հալածենք մարդը մտածում էր եթե ես դա անեմ ապա ինձ վաղ փող կտա կամ պարտքեր ունեմ եւ այլ այսինքն ստացվում էր այնպես որ այդ եվրոպական շատ երկրներում քշերքի նժարին այդ կառավարիչները դնում էին
այստեղ տնտեսական օգուտը, այստեղ հակահրեականությունը, որ միշտ կար, եւ ստացվում էր տնտեսականի լծակը ծանր է, իջում էր ներքև եւ ասենք վերաբերվում էին մարդկանց հետ ոչ դաժան կերպով։ Եվ ասենք ստացվում էր, որ տնտեսության մեջ ակտիվ լինելը դա երաշխավորում էր գոյությունը, դա գոյապահպանության գործիք էր, որ կարողանային իրենց պահել։ Այստեղ մի նրբություն էլ կա, պարզ է, ասենք, հասարակության մեջ դժգոհություններ են լինում, որ հրեաները կիրթ լինելով ու այս համակարգ ունենալով ինչ որ ոլորտներում առաջ են գնում, սկսում են դժգոհել, ահա իրենք բոլորը բանկիրներ են, ամբողջը բանկերը իրենց ձեռքն են վերցրել ու սկսում էին, ասենք, դա օգտագործել, ասենք, իրենց դեմ քարոզչության համար եւ իրենք դա զգալով, քանի որ կառավարման համակարգելուն էին անվտանգ են, որ այս ամեն ինչը զգում էր, ասենք, հորդորում են տղաներ անցնում ենք առևտրի բանկային գործից եկեք միշտ նահանջ գանք, քանի որ այդտեղ մեծ խնդրեմ է ստեղծում։ Անցնում ենք առևտրի, այստեղ ինչ որ խնդիր կա, անցնում ենք արհեստների, անցնում ենք գիտության եւ այսպես իրենք այսպես շախմատ են խաղում, որպեսզի լինելով կարևոր, այդպես շատ դժգոհություններ չհարուցեն իրենց հանդեպ։ Դրանց համար ոսկե դա եղավ արաբների արշավակների ժամանակները, նրանք քանի որ բժշկությունից տեղյակ էին, բուժում էին խալիֆներին եւ այդ ոսկե դարը կարևորվում էր նրանց տերը, իրենք էլ այդպես կրոնական բան չունեին արաբները եւ ոսկե դարը իրանց փիլիսոփաներ ունեցան, գիտնականներ, աստղագետներ եւ ընտրում էին իրենք այնպիսի ոլորտներ, որտեղ մրցակցություն չկար։ Հասկանում, որտեղ այն մյուսները չէին կարող։ Եվ դրա համար, ասենք, իրենք արդեն դառնում էին այդ հասարակության մեջ անփոխարինելի, հարգված, հայտնի։ Արաբների գնալուց հետո լուրջ խնդիրներ առաջացան, էլի կաթոլիկ Իսպանիան, գիտեք, սկսեց հալածել, մի մասը մնաց, մի մասը ծրվեց այն ժամանակվա աշխարհով մեկ, ու գնալով մարդիկ շարունակեցին աշխատել իրենց մասնագիտություններով, այստեղ մասնագիտություններ ունեին կարևոր, ասենք գնացին ուրիշ երկրներ, այնտեղ էլ նույն մեխանիզմով կարևորվեցին եւ ասենք կարողացան այնտեղ էլ գոյատևել, բայց ծրվելով հանդերձ, քանի որ կար այդ ռաբիների ինստիտուտը, համակարգը, կրոնը, ուր է գնային մնում էին նույն կառույցի մեջ, չէին ուծացվում եւ երբ էր հնարավոր այս ամենը անել, եթե դու կրթություն ես տալիս քո մարդուն, որը կարողանա հաջողի տնտեսության մեջ բոլոր ասպարեզներում եւ ապահովի քո անվտանգությունը։ Եվ այսպես ինչ ենք ունենում։ Այդ ռազմավարությունը, որ նրանք մշակեցին, կրթությունը առաջնային էր անգամ սրբազան։ Այն հնարավորություն էր տալիս համայնքի տեսակի տնտեսության զարգացման։ Տնտեսության զարգացումը անփոխարինել էր հասարակության մեջ, երաշխավորում էր գոյատևումը։ Իսկ եթե դուք երաշխավորել եք ձեր գոյատևումը եւ որոշակի ֆինանսական հնարավորություններ ու համակարգել ուներ, ապա կարող եք արդեն ձեր մշակույթը պահել ու նաեւ հնարավորություններ ստեղծել փոխանցելու եկող սերունդներին։ Բարոյական կայունության մասին խոսենք, ուրեմն այստեղ շատ ծավալուն է, ես շատ կարճ կասեմ, կրոնը իրենց տալիս էր ապրելու իմաստ, իդեալ։ Եվ այնտեղ, որտեղ կրոնը ուժեղ էր իրենց այդ խառը ժամանակներում, նույն ասենք երկրորդ համաշխարհայինի ժամանակ, գիտեք, իրենց հալածել են, օրինակ Վարշավայի գետոյի օրինակը կա, որտեղ շատ ծանր պայմաններում մեկ ուրիշ ազգ գուցե ժողովուրդ ծրվեր, ամեն մեկ իր գլուխը պահեր, բայց այդ հավատը մեջները կար, որ մի օր լավ է լինելու, Աստված մեզ չի թողնելու, այսպես ասած, համարյա մոլերանտ հավատացյալություն, եւ իրենք կարողանում էին պահել իրենց, եւ ոչ թե ինչ-որ տենց դաժան մրցակցություն։ Հավատում էին, որ ասենք կրոնի դերը առանցքային էր։ Եվ գոյատևելու համար ինչ էր պետք։ Մշակութային ինքնուրույնություն պիտի ունենաս, որը կախված չէ տարածքից։ Անգլիայում ես, Ֆրանսիայում ես, որտեղ ես, դու, քանի որ այս ժողովրդի մաս ես, դու այդ մեծ համակարգի մեջ ես, դու պիտի
այս տոները, այս ծեսերը անես, այս մշակույթը ունենաս։ Ու մշակութային ինքնուրույնությունը խստորեն պահպանվում էր, ասենք հատուկ համակարգ ունեին։ Երկրորդը կրթվելը սրբություն էր։ Պարտադիր, ասենք, երեխաները պիտի կրթվեին։ Տնտեսական հարմարվողականություն, մասնագիտության ընտրությամբ կարողանալ, ասենք, հաջողություն ունենալ տվյալ հանրության մեջ ու արդեն գալիս էր արդեն մյուս գործոնը բարոյական կայունություն դժվարին վիճակներին հաղթահարելու համար, ինչպիսին էլ դժվարն է, այ մենք հիմա շատերս են ծնկած են, չէ, իրենք շատ ավելի ծանր վիճակներ են տալ, իհարկե մենք էլ, բայց ասենք իրենք այդ համակարգը, որ ունեին, կարողանում էին, ասենք, իրենց պահել, դիմադրողականության որոշակի պաշար պահել, ոչ թե, ասենք, ընկնել։ Հիմա իրանք ստեղծեցին համակարգ, ասացինք, ես շատ սեմ ձեզ ներկայացրի, որը գործարկելով կարողացան պահել իրենց ինքնությունը եւ պետություն ունենալով էլ այս նույն սյուների վրա շարունակելով արդեն գիտեք թե ուր հասան։ Եվ իրենց մոտ այսպես էր գաղափարը, ասենք այդ ազգի արժեվ դրված գաղափարը, ուժեղ էր հողից։ Հասկանում եք, հող ունեք թե չունեք, այդ գաղափարը կա։ Եթե դու այդ անհրաժեշտ գաղափարը չունես, եթե քո ինքնությունը թույլ է, ինքնության ընկալումը թույլ է, ապա եթե անգամ քեզ հող տան, որ դու պետություն ստեղծես, կորցնես այն։ Այ հիմա մեր խնդիրը, այսօր որ կանգնած ենք, այդ սա է։ Մենք ստացել ենք պետություն, բայց այդ անհրաժեշտ գործերը ռազմավարությունը չենք մշակել, չենք կիրառել։ Ես հիմա իրենց մոդելը ներկայացրեցի, կարող է սա միակը չի, դուք կարող եք գուցե լրացնեք էլ։ Համենայն դեպս հիմա որ փլուզում է պետությունը, պարզաբացույց այն բանի, որ չենք արել, անհրաժեշտ համակարգ չեն կառուցել ինչ որ պետք է։ Ես չեմ ասում ընդհանրապես չենք ունեցել, բայց այն որ հիմա փլուզվում է, նշանակում է մեր պատերի մեջ ցեմենտ չի եղել, այնտեղից ինչ որ բան այն չի եղել։ Այսինքն մենք խնդիր ունենք։ Եվ ես կրթությունը կարևորեցի, չէ՞, այ հիմա էլ երբ որ դու պարզ տեսնում եք, չէ՞, եթե մեզ ուզում են այսպես գետնատարած սարքել, մեր եղած այդ կիսապռատ համակարգներ փլուզեն, ինչ են անում։ Դպրոցն են քանդում, որպեսզի լինի անկիրթ ժողովուրդ, իսկ անկիրթ ժողովուրդը արդեն այս նշածը համակարգ չի կարող աշխատացնել անգամ իր հողում։ Կլինի ինքը, բայց ասենք ժամանակավոր։ Հիմա մենք գտնվում ենք գերբարդ վիճակում։ Երևի թե ես կարողացա համոզել, եթե իրականությունը լավ տեսնում եք, այն վիճակում ենք մենք հիմի ինչ որ հրաներ, ասենք, մի քանի 100 տարի առաջ։ Երկու տարբերակ կա խնդրել Աստծուն, որը մեծամասնություն անում, մեր հույս Աստված է, մեր հույս Աստված է։ Երկրորդ ստեղծել համակարգ։ Պարզ օրինակ ես ձեզ ներկայացրեցի շատ ավելի ծանր պայմաններում, քան հիմա ենք այսօր, գուցե մենք վաղը էլի ավելի նման ծանր պայմաններում հայտնվենք, բայց ամենայն դեպս այսօր այդպես չէ։ Համակարգի օրինակ ես ձեզ ներկայացրեցի, որի առանցքային սյուներն էին հավատը, մշակույթը, ինքնությունը եւ ինչ է հորդորս, եկեք խորհենք այս մասին եւ քննենք մեզ տարերի ընթացքում այս տեսանկյունից քննենք, ինչ են կարել որտեղ ենք թերացել եւ այսօր լինելով այս տաներ իրավիճակում, որտեղ խառնափնթոր հազար տեսակ մարդ կա, որոնք իրենց հայ են կոչում, ու սա է մեր դժվարություններից վիճակը, ես դրա համար չեմ ասում, ինչպես շատեր ասում են, համաժողովրդական միասնություն, համախմբում, ես նման միամտություն չունեմ։ Ես դիմում եմ ազգակիրներին, ովքեր ազգի եւ հայրենիքի անհրաժեշտ զգացողություն ունեն ու իրենք էլ այսպես տապակվում են իրենց յուղի մեջ ու մտածում են ինչ անել ու շատ բաներ չեն գտնում անելու։ Սա մի տարբերակ է։ Եկեք խորհենք այս մասին, մենք էլ մեր կրոնը ունենք, այնտեղ ինչ որ եթե վերափոխություն է պետք անել, որպեսզի անհրաժեշտ լինի, այդ պետություն հիմա չունենք, համայնք է պետք ստեղծել ազգակիրների, իրենցից եք սովորում, մեկ ուրիշից, մեր անցյալից, այդ համակարգը մենք պիտի զրոյից նորից կառուցենք։ Առանց պետություն ունենալու ու մեր պետությունը այս տարածքում որ կա որ մեր դեմ է սա հաշվի առնելով մենք պիտի փորձենք
հավատի սյունի վրա մշակույթի ինքնության այս ամեն ուղղությամբ մշակումներ անենք եւ իմի բերենք ազգակիր որոշակի թվով մարդկանց ու փորձենք մեկնարկել։ Եթե դուք ուրիշ տարբերակ տեսնում եք, խնդրեմ, կարող եք գալ այստեղ ներկայացնել։ Ես ամենայն դեպս որչափով որ մեր իրականությունը տեսնում եմ, մեր ժողովրդին էլ հետազոտել եմ անհիշելի ժամանակներից, ես գտնում եմ, որ ուղին այսօր սա է։ Այստեղ մնում է անհրաժեշտ առաջինը խելք, ըմբռնում, դա անհրաժեշտ է, բայց բավարար չի, երկրորդը կամք, որ ասեք անել այն ինչ որ կա։ Ես ինչ որ ես առաջարկել, այստեղ քաղաքական պայքար չկար, ցույցեր չկար, դատապարտումներ չկար։ Ներքևից մեր անցյալը նայելով, մեր իրականությունը նայելով փորձում ենք կառուցել համակարգը, որը կլինի դիմակայուն, որը կպահպանի մեր ինքնությունը, մեր զարգացումը ու ամենածանր վիճակում էլ որ մեզ գցենք, ինքը պահելու է մեզ։ Այսօր այսքանն էր, միշտ օր հանդիպում։